8-ի B-ի աշակերտներով էլի բողոքում եք, որ ձեր դասակը ձեզ նորից աշտարակի ձորատանում էքսկուրսիայի, այդ նրանից է, որ դուք չգիտեք աշտարակում, այսենց ընտիր առանձնատուն ունեք էքսկուրսիայի համար։ Այս աշտարակի ձորի 800 հոգու համար նախատեսված լողավազանը չի, այս լողավազանը մենակ ձեզ է պատկանելու ձեր օրվա համար։ Շատ զարգացածնեք, հա պիտի դասարան նենց տեղ եթակ, որ անպայման ռուսական չան լինի, չէ՞։ Հետա ունենք, Էլված կլինի դասարանի աղջիկները ուզեցել են նենց տեղ վերցնել, որ ջակուզի լինի, տղայքն էլ ասել են, եթե շոկ է բաղնիկ չլինի, մենք չենք գալիս։ Ամեն ինչը ունենք ձեր համար։ Այդքան մեծացել եք, մեծ տղա եք, հա, դե կգաք այս մանգալի մոտ խորովածներ հենց դուք կսարքեք, վարորդի վրա չթողեք։ Էլ չեմ ասում, որ այստեղ 40 անձի համար նախատեսած տաղավար ունենք, դուք դասանով 40 հոգի կլինեք, այստեղ տղաներ են նստում, այստեղ աղջիկները, այստեղ ծնող կոմիտե, որ լավ կենասներ ասեք իրար։ Եթե ամեն դեպքում մաման որոշել է ձեր պուճուր քուրիկ աղբերներն էլ բերի, մի մտածեք ամբողջ օր դուք չեք իրանով զբաղվելու, որովհետև այստեղ ունենք բատուտ, ու այստեղ հավես, սես բանիկներ։ Հանգիստ տեղիկ ծնողները ձեզ չեն խանգարի, որ հանգիստ ուրախանաք, որովհետև այստեղ ունենք հյուրասենյակ, կգան իրանց համար կնստեն ծնող կոմիտեից ու դասակից կբամբասեն թաքուն, իսկ այստեղ էլ իրանց համար սուրճա թեյ կպատրաստեն։ Գնանք ննջարանը ցույց տամ, որովհետև այստեղ ունենք 3 ննջասենյակ։ Նայեք, հարմարավետ 3 ննջասենյակ ունենք։ Մինչև 8 անձեր կգիշերի, դե հո բոլորով չեք գիշերելու։ Խելացիներով կմնաք, ստեղ կգիշերեք։ Իսկ հիմա այս վիդեոն ուղարկում եք ձեր դասակին ու ասում եք, եթե աշտարակ, ապա միայն այս առանձնատունը։